Իրանի հայամայնքի հետ ուրբաթից կապն ընդհատվել է, մեր հայրենակիցների վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան, հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր անձնակատարը, նշում այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում։ Նման դեպք երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, թե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Ինչ վերաբերում է Իրանից հայերի տարհանման հնարավորությանը, Սինանյանի տեղեկությունների բացակայության պատճառով չեն կարող ասել այս պահին դրա անհրաժեշտությունը կա թե ոչ։ Իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետև եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Զարե Սինանյանն անդրադառնում է նաև Սիրիայում ընթացող բախումներին եւ մեր հայրենակիցների վիճակին։ Մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունից է եղել, հաջորդում են Սիրիան, Լիբանանը, Իրանը, ապա նաև Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ֆրանսիան։ Ինչ որ մասսա կա կրիտիկական, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի գան ապրեն, որովհետև մենք նաև ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր, այսպես եւ մշուշոտ ապագա։ Այս պահին Սփյուռքի գործերի 19 հանձնակատար աշխատանքներ է իրականացնում տարբեր գաղթօջախներում։ Նախորդ տարի փոխայցերի միջոցով մեր հայրենակիցներին պարզաբանել են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում։ Ինչ է իրական Հայաստանի կոնցեպտը, օրինակ, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա հայրաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված, որովհետև Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում եւ իրենց էլ շատ խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը։ Սփյուռքում կան ուժեր, որոնք մեր երկրի իրավիճակը ճիշտ չեն ներկայացնում համայնքներին, ընդգծում է Սինանյանը։ Ավանդական կուսակցություններից մեկը Հայ-Հեղափոխական Դաշնակցությունն է, որը սկզբունքայնորեն բռնել է հակապետական եւ հակահայաստանյան դիրքորոշում եւ ամեն ինչ անում է իր հնարավորությունների սահմանում, որոնք շատ սահմանափակ են բարեբախտաբար, որպիսի իրականությունը խեղաթյուրված ձևով ներկայացվի։ Կա օրինակ հենց նույն հայ առաքելական եկեղեցու վերնախավը, որը դեռ 2022 թվականից գոնե մեր շփումների թիվն եմ, սկիզբն եմ ասում, 2022 թվականից բռնել է շատ հակապետական այսպես դիրքորոշում եւ դա շատ միտումնավոր եւ դիտավորյալ ձևով տարհանում է, ասում ենք, շուտ էքսպորտ է անում դեպի Սփյուռք։ Սինանյանի խոսքով Սփյուռքի բավականին հարգված բարձրաստիճան հոգեվորականներ նույնպես դժգոհություններ ունեն։ Բրիր Մկրտչյան, լուրեր։